Առաջին ալիքի ուղիղ եթերում առավոտ լուսոն է և թեման, որը քննարկելու ենք մեր առաջին հյուրի հետ, սոցիալական է։ Հուլիսի 1-ից հանրապետության ամբողջ տարածքում ներդրվելու է անապահովության գնահատման նոր համակարգ և հենց այս համակարգի մանրամասների մասին ենք խոսելու մեր հյուրի հետ։ Սիրով ներկայացնենք, մեր տաղավարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի սոցիալական գնահատման բաժնի պետ Էդգար Բզնունին։ Բարի լույս։ Բարի լույս։ Էդգար, մենք արդեն նշեցինք, որ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում եւ մայրաքաղաք Երևանում հուլիսի 1-ից կգործի ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգը, բայց այն նախ փորձարկվել է Կոտայքում եւ Սյունիքում։ Հասկանանք ինչ արդյունքներ են գրանցվել փորձնական ծրագրից ու հետո անցնենք նորություններին։ Շնորհակալություն հրավերի համար։ Այո, ճիշտ է, սկսած 2025 թվականի մարտի 17-ից մենք Կոտայքի եւ Սյունիքի մարզերում փորձնական ներդրել ենք անապահովության գնահատման նոր համակարգ։ Ըստ էության համակարգը որպես այդպեսին, որի առանձնահատկությունների մասին բնականաբար ավելի մանրամասն կասեմ, ունենք որոշակի ցուցանիշներ եւ արդյունքներ այս երկու մարզերում։ Մենք ունենք արդեն նոր համակարգով անապահովության նպաստ ստացող շուրջ 1300 ընտանիք, բայց բնականաբար այս նոր համակարգով բացի անապահովության նպաստից մենք ունենք նաեւ այլ տարբեր ծառայություններ, մասնավորապես օրինակ երամսյա հրատապօգնություն, բացի անապահովության նպաստից եւ մի շարք այլ ծառայություններից, որտեղ անապահով ճանաչված ընտանիքները օգտվում են օրինակ հաղորդական առողջապահական արտոնություններից կամ օրինակ կոմունալ վարձավճարների զեղչերից։ Եվ դե այսպես ցուցանիշներ ընտանացնեմ, կարող ենք ասել, որ բացի նպաստից նաև 181 ընտանիք օգտվում է երամսյա հրատապօգնությունից եւ ըստ էության մոտավորապես 3200 ընտանիքի մասին ենք խոսում երկու մարզում, որոնք օգտվում են իմ նշած նպաստի տեսակներից եւ նաև այլ ծառայություններից։ Եվ բնականաբար անապահովության գնահատման նոր համակարգի փորձարկումը մեզ պետք է հնարավորություն տար վերհանդելու այն խնդիրները, որոնք մենք գործնականում կհանդիպեինք, որպեսզի այդ խնդիրները նաև իրավական դաշտում փոփոխություններ անենք, որը դեպ արդեն արել ենք, որպեսզի համակարգը ըստ էության պատրաստենք ամբողջ ծավալով հուլիսի 1-ից հանրապետությունում ներդնելու համար։ Հետաքրքիր է հին եւ նոր համակարգերի տարբերությունները որոնք են եւ որն է հիմնական նպատակը նոր համակարգ ներդնելու։ Անապահովության գնահատման նոր համակարգի հիմնական նպատակն է հաղթահարել ծայրահեղ աղքատությունը։ Երբ անապահովության նոր համակարգով ասում ենք ծայրահեղ աղքատություն, դա ուղիղ համեմատական է նվազագույն բարենային զամբյուղի շեմի հետ։ Այսինքն մենք վերցնում ենք վիճակագրական կոմիտեի կողմից յուրաքանչյուր տարվա 3-րդ երամսյակի հրապարակումը նվազագույն բարենային զամբյուղի չափը, որը այս պահին կազմում է 35875 դրամ։ Այսինքն այդ գումարից ներքև ընտանիքի այն անդամները, որոնց մեկ չափ ասին հավասարեցված անդամը կունենա ցածր եկամուտ, մեր խնդիրն է լրացնել այդ եկամուտի պակասորտը նպաստի տեսքով։ Բայց բնականաբար, բացի ծայրահեղ աղքատությունից, մենք ունենք նաև անապահովության մի քանի այլ շեմերի գնահատման եւ կախված այն հանգամանքից, թե ընտանիքի եկամուտներով որ շեմի տակ կընդգրկվի։ Ըստ էության հիմնական գաղափարախոսությունը եւ սկզբունքը, որ ամենակարևորն է դրված այս անապահովության գնահատման հիմքում նոր համակարգի, դա աշխատունակ անձանց պարտադիր զբաղվածության ծրագրերում ներգրավելն է, այսինքն ակտիվացման պահանջն է։ Եթե դուք հասնում եք ինչ տարբերություն հին համակարգի հետ, նախորդ համակարգում մենք չունենք այս սկզբունքը, հա։ Դրա համար է համակարգը ըստ էության գրավիչ, որպեսզի մարդիկ հնարավորության դեպքում նաև թաքցնեն իրենց եկամուտները, մնային ստվերում եւ ըստ էության օգտվեն նպաստներից։ Բայց այստեղ գրավչությունը ոչ միայն նպաստներ կամ նպաստի չափներ, այլ նաև մի շարք ծառայություններ էին, որոնց մասին ես անդրադարձա եւ իդեպ ամենամեծ մասնաբաժինը դա առողջապահական ծառայություններն էին, նաև կրթական։ Սա է գրավիչ, որպեսզի մարդիկ մնային համակարգում։ Հիմա այս նոր համակարգով դա պարտադիր նախապայման է, այսինքն այդ նախապայմանով ենք մենք անապահովությունը գնահատելու եւ աշխատելու ենք աշխատունակ անձանց հետ, ովքեր որ զբաղված չեն, իրենց տանելու ակտիվացման, իրենց տանելու զբաղվածություն եւ այո գտնում ենք, որ աշխատանքն է այն ճանապարհը, որի միջոցով կարելի է հաղթահարել աղքատությունը։ Աշխատունակ ուժը օգտագործել ամենակարևորներից է կարծում եմ, իսկ գլոբալ առումով էլ ինչ դրական փոփոխություններ կլինեն նոր համակարգի ներդրումից հետո։ Տեսեք, հիմնական փոփոխությունը, որ ես կնշեմ, դա առաջինը այս համակարգի նկատմամբ վերաբերմունքի եւ մտածողության հարցն է։ Մենք եթե խոսեցինք հին համակարգի մասին, հանրապետությունում դա գործում է շուրջ 30 տարի։ 99 թվականից այդ համակարգը ներդրվել է հանրապետությունում։ Եվ ըստ էության նշեցի, որ հնարավորություն նախապայմանը չկար այդ համակարգից, այսպես ասած, աշխատունակ անձիկ դուրս գալու։ Եվ ամենադրական բանը որն է, որ մարդկանց մոտ նաև այդ փոփոխության զգացումն է, որովհետեւ իրենք երկար տարիներով մնալ այդ համակարգում, այդ կախվելիության վիճակից
արդեն պետք է իրենց հետ աշխատենք, որպեսզի իրենք դուրս գան այդ համակարգից։ Ինքնուրույն իրենց եկամուտներով հոգան իրենց ընտանիքի կարիքները։ Կարծում եմ հիմնական փոփոխությունը դրա մասին է, բնականաբար փոփոխությունները նաև նպաստի չափի բարձրացման մասին է, փոփոխությունները նաև այն է, որ մենք ավելի հասարակական եւ թիրախային ենք անապահովությունը գնալը ի տարբերություն նախորդ համակարգի, հա, այս նոր համակարգով ավելի թիրախային է, ավելի հասարակական է։ Եվ բացի դրանից նաև սա զուգորդվելու է ինտեգրված սոցիալական դեպքի վարման շրջանակներում, այսինքն սոցիալական աշխատողները, մեր գործընկերները միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների անհատական աշխատանք են անելու այն մարդկանց հետ, ովքեր որ ունենան կարիք իրենց աջակցելու, իրենց հմտությունները վերհանելու, որպեսզի իրենք ակտիվանան եւ մտնեն աշխատաշուկա։ Սա հիմնական գաղափարախոսությունը։ Եկեք գնահատման գործընթացի մասին ավելի մանրամասն խոսենք եւ հասկանանք ինչպես է սոցիալական կարգավիճակը ընտանիքի գնահատվելու, վերլուծվելու։ Տեսեք, անապահովության գնահատման նոր համակարգով մենք ասում ենք գնահատում ենք ընտանիքի եկամուտները եւ ակտիվները։ Այսինքն եկամտային հիմքով ծայրահեղ աղքատություն են գնահատում եւ ըստ էության մենք ունենք ըստ էության եկամուտների երկու տեսակ։ Հա, դժվար ստուգելի եկամուտներ կամ հեշտ ստուգելի եկամուտներ։ Սա նաև միջազգային պրակտիկա է, միջազգային փորձի ուսումնասիրություն է, սա կոչվում է միջոցների ստուգման հիբրիդային մեթոդ։ Այսինքն ընտանիքի ամբողջական ակտիվները եկամուտները վերհանելու համար մենք ոչ միայն նայում ենք այն եկամուտները, որոնք կոչվում են հեշտ ստուգելի, այսինքն դրանք հասանելի են մեր տեղեկատվական շտեմարաններում։ Մենք կարող ենք ստուգել այդ տեղեկատվությունը, հասանելի են մեզ, բայց մենք խնդիր ունենք դժվար ստուգելի եկամուտների հետ, որոնք նաև հին համակարգով ուղիղ կապված էր այդ նպաստների հասարակականության հետ։ Այսինքն մենք չենք կարող ընտանիքի ամբողջական եկամուտները վերհանել։ Հիմա այս նոր համակարգով, բացի այն, որ ասեցի նաև ստուգում ենք, մենք նաև ունենք նոր մեխանիզմ, որը կոչվում է եկամուտների վերագրման ինստիտուտ։ Այսինքն չափած աշխատունակ անձը, երբ որ ունի առաջի երկրորդ խմբի հաշմանդամություն, հա, աշխատունակա կարող աշխատել եւ չի անցել աշխատանքի, մենք իրեն պարենի զամբյուղի չափով, որը նշեցի 35875 դրամներ, իրեն վերագրում ենք անում այն նախապայմանով, մինչև քանի աշխատանքի չի անցել։ Այսինքն հնարավորություն այնպեսին է, որ այս նոր համակարգով աշխատունակը ցանկացած պարագայում պիտի դուրս գա։ Սա կարճաժամկետ աջակցություն է լինելու, ոչ թե երկարաժամկետ։ Նոր համակարգը նաև ազատում է քաղաքացիներին լրացուցիչ տեղեկանքներ ներկայացնելու անհարմարությունից։ Դա կարծում եմ բնորոշ է, չէ՞, մեզ ու հիմա շատ-շատերը վստահաբար կուրախանան այս կարևոր փաստից, քանի որ այն գործում է թվային, հա, ինքնաշխատ կերպով։ Եվ հետաքրքիր համակարգի ամբողջական գործարկումից հետո ինչպես կարող են ընտանիքները դիմում ներկայացնել։ Այո, ճիշտ եք նշում, անապահովության գնահատման նոր համակարգը, որ հուլիսի 1-ից կգործարկվի ամբողջ հանրապետությունում, սկսած հուլիսի 1-ից բացառապես դիմումներ ընդունվելու են առցանց տարբերակով։ Մեր քաղաքացիները այլևս փաստաթղթերի հավաքագրման, հա, թղթային տարբերակով դիմումներ ներկայացնելու դժվարություններից կխուսափեն, որովհետև պրակտիկայում էլ երբ որ նայում ենք հին համակարգով, հա, մարդիկ ստիպված են լինում տարբեր գերատեսչություններից հավաքել տեղեկանքներ, գնալ մի մարմնից մյուս մարմին, որը նաև հավելյալ բեռ եւ դժգոհություններ առաջացնում մարդկանց մոտ։ Հիմա առցանց է on-line տարբերակով ներկայացում է դիմում, ոչ մի փաստաթղթի, այսպես ասած, դիմումի տեսքով ներկայացման կարիքը չկա, բացառությամբ մի քանի փաստաթղթեր են, որոնք ըստ էության թվայնացված չեն դեռևս։ Բայց մեր ամբողջ process-ը անապահովության գնահատման նոր համակարգի, սկսած դիմումների ընդունումից մինչև ավարտ, այսինքն որոշման կայացում, ամբողջ process-ը թվայնացված է։ Սա նաև հնարավորություն է տալիս զսպել մի շարք ռիսկեր, հա, տարբեր սուբյեկտիվ, օբյեկտիվ եւ այն կարևոր հանգամանքը, որ մարդկային գործոնը ընտանիքի անապահովության գնահատման որոշման վրա բացառված է։ Դա որոշում է թվային միջավայրում, տարբեր տեղեկատվական շտեմարանների հետ, իրական ժամանակի ռեժիմով, հա, փոխգործելիության հարթակների միջոցով, ստուգումներ անելու միջոցով։ Թղթային գործընթաց ըստ էության չունենք եւ նաեւ այն կարևոր հանգամանքը, որ մեր միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների աշխատակիցները նույնպես կապ չեն ունենալու ըստ էության, թղթեր չեն ընդունելու քաղաքացիներից եւ քաղաքացիներն էլ իրենց իրավունքի որոշման տեսանկյունից այլևս մեղադրողական վերաբերմունք չեն ունենա մեր աշխատակիցների նկատմամբ։ Սա որոշելու է համակարգը այն տվյալների հիման վրա, որոնք որ մենք կստուգենք համապատասխան տեղեկատվական շտեմարաններից։ Այդ տվյալների հիման վրա է նաև որոշվելու գումարի չափը, որը տրամադրվելու է ընտանիքներին։ Այո, ես նշեցի, որ ունենք նվազագույն պարենային զամբյուղի չափ եւ այդ պարենի զամբյուղի չափից ներքև մեկ չափասին հավասարեցված անդամի եկամուտով պակասուր ենք դրացնելու։ Այսինքն սա հաշվարկվելու է թե ինչքան է կազմում ընտանիքի եկամուտը եւ ըստ էության ընտանիքի հաշվարկային թիվը։
պետք է ասեմ, որ այս գնահատման բանաձևով այո, նպաստի չափ էականորեն բարձր է ի տարբերություն նախորդ համակարգի, եւ սա խոսում է այն մասին, որ մենք որոշակի process, հա, աջակցության այս չափով կաջակցենք ընտանիքներին, որպեսզի իրենք մտեն աշխատաշուկա եւ մի կարևոր նախապայմաններ ունենք, երբ որ մենք օգնում ենք ընդգրկվել աշխատանքի, չափված աշխատունակ անձանց 1 տարի իրենց եկամուտը չենք հաշվարկելու, հնարավորություն տալով, որպեսզի սահուն անցումը լինի, հա, աջակցությունից դեպի զբաղվածություն։ Մենք այստեղ նաև գիտենք, որ համակարգի հիմքում ընկած է շատ կարևոր մի պայման, նպաստառուի հոգեբանությունը փոխելու խնդիր։ Սա համապատասխանում է ճշմարտությանը, թե ոչ, իսկ ինչ խնդրի մասին է խոսքը ավելի մանրամասն, եթե այո։ Ես կիսում եմ այդ տեսակետը։ Մենք խոսեցինք հին համակարգի մասին, սա հենց դրա մասին է մեր խոսակցությունը։ Այս 30 տարիների ընթացքում մենք համոզվեցինք այն բանի մեջ, որ քաղաքացիները հա նախ համակարգը ստեյության չուներ այդ հնարավորությունը, այդ նախապայմանը, եւ դա գրավիչ էր դառնում, որպեսզի իրենք երկարատև մնային համակարգում։ Եվ սա առաջացնում էր մի սինդրոմ, որը մենք անվանում ենք աղքատության մշակույթ։ Եվ մեր աշխատանքն է այս մարդկանց ազդել իրենց նաև հոգեբանության, իրենց մտածողության փոփոխության վրա։ Սա է ամենակարևոր մեր առաքելությունը եւ քաղաքականությունը։ Այդ մարդկանց մոտ երկար տարիների ընթացքում մոտիվացիայի պակաս կա, հա, աշխատելու նկատմամբ ցանկությունն է բացակայում։ Եվ մեր խնդիրն է այս փուլում նաև փոխել այդ մտածողությունը, քանի որ նպաստը որպես այդպեսին դրամական աջակցություն եթե տալիս ենք, հա, ինքը ինչքան է լինի բարձր, ինչքան է լինի հասցեական, ըստ էության կայուն զբաղվածությունն է միայն ապահովելու ընտանիքի բարեկեցություն, հա, հատկապես այն դեպքում, երբ որ մենք չենք խտանում համակարգում երկարաժամկետ մնալը։ Հակառակը մենք ասեցի խտանում ենք ակտիվացումը։ Եվ սա նաև կարևոր է մյուս տեսանկյունից, դա սոցիալական դերերի ընդլայնման տեսանկյունից նաև մեր քաղաքացիների, հա, երբ որ անապահով կարգավիճակից մեր քաղաքացին անցնում է ինքնաբավ, զբաղված կարգավիճակ ունեցող անձի, սա նաև կարգավիճակի փոփոխություն է։ Այն միջավայրում, որին ինքը այնտեղ գործառնում է, այն ընտանիքում, որտեղ մեծանում է այդ անչափահաս երեխան։ Եվ այս շրջափուլի մեջ նաև կարևոր է այդ հասկացողությունը եւ այդ ուղղությունը հասնել նաև, հա, որ անչափահաս երեխան էլ ի սկզբանե իմանա, որ կրթությունն է ապահովելու իրեն վաղը մեսօր կայուն աշխատանք, կայուն զբաղվածություն։ Եվ եթե վիճակագրություններ կնայենք, հա, դա կփաստի հետեւյալը, որ միջինից բարձր կրթական մակարդակ ունեցող անձանց շրջանում աղքատության մակարդակն ավելի ցածր է, քան օրինակ միջինից ցածր կրթական մակարդակ ունեցող անձանց մոտ։ Եվ եթե մենք խոսում ենք աշխատանքի մասին, այդ աշխատանքը պետք է զուգորդվի հմտությունների ձեռքբերմամբ։ Այդ աշխատանքը պետք է զուգորդվի իմ նշած մյուս նախապայմաններով։ Եվ այո, այս տրամաբանության մեջ մենք կարող ենք ասել, որ մենք ավելի пассив սոցիալական քաղաքականությունից անցնում ենք ավելի ակտիվ քաղաքականության եւ մեր ջանքերը, ռեսուրսները ներդրում ենք հենց այս ուղղությամբ։ Զբաղվածություն, ակտիվացում հենց այս process-ի մեջ, չխտանելով համակարգում երկարաժամկետ մնալը։ Սա է։ Շնորհակալ ենք շատ, որ առավոտը մեզ հետ սկսեցիք եւ հաջողություն ենք մաղթում նոր համակարգին ու հույս ունենք, որ իսկապես արդյունքները կգոհացնեն բոլորին։ Շնորհակալություն հրավերի համար։ Մենք ենք շնորհակալ եւս մեկ անգամ օրվա լավ շարունակություն։ Մենք շարժվենք առաջ, սա առավոտ լուսոնը միացեք մեզ։